Ըստ ձեզ եկեղեցու բարենորոգում հնարավոր է իրականացնել։ Գուրջանը դե իմ խելքի բանը չի։ Չեմ կարող ասեմ։ Ըստ ձեզ եկեղեցին բարենորոգման կարիք ունի։ Իհարկե ունի։ Այդպես հարցերից չեմ հասկանում։ Ես գիտեմ, որ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, ոչ թե մտնի քաղաքականություն։ Փոփոխություն պետք է։ Ըստ ձեզ եկեղեցին բարենորոգման կարիք ունի, թե չէ։ Այո։ Իսկ ինչ կասեք, օրինակ եկեղեցու բարենորոգումը պետք է նախաձեռնեն հոգևորական խորհուրդը, թե օրինակ նաև հասարակությունը։ Հասարակությունը։ Ինչու օրինակ հասարակությունն էլ պետք է իր մասնակցությունն ունենա։ Որովհետև սխալ բաներ են լսում իրանցից, դրա համար ամենաճիշտը հասարակությունն է։ Իսկ ըստ ձեզ կաթողիկոսը պետք է լքի, այսպես ասած, իր պաշտոնը, թե ոչ։ Ով լքի։ Կաթողիկոսը։ Այո։ Ինչու։ Ես եմ կողմ։ Ինչու։ Որովհետև մի լավ բան չենք տեսնում իրանից, շատ վատ բաներ ենք լսում, դրա համար էլ ուզում ենք, ես էլ իշխանության կողմից եմ։ Կաթողիկոսի հրաժարականը ինչպես եք պատկերացնում։ Իր այնպիսի հասակն է, թող ինքը գնա, իր համար իր հանգիստը վայելի, այդքան բան։ Իսկ եթե օրինակ հրաժարվում է կաթողիկոսը պաշտոնը լքել, դա ինչ է ստեղծում, ավելի լուրջ ճգնաժամ է ստեղծում եկեղեցու։ Ճգնաժամ է, ավելի լավ է գնա։ Եթե հանդիպեիք կաթողիկոսին, ինչ խորհուրդ կտայիք։ Կասեի, որ գնա քո հանգիստը, քո այդ ամեն ինչ անցկացրա առանձին, ոչ թե մնա, ավելի լավ է գնա։ Չէ։ Ինչու։ Մարդիկ ունեն բարենորոգման կարիք, եկեղեցին որտից ունենա։ Ես եկեղեցի հաճախում եմ, հաճախակի եմ գնում հարևանուհուս հետ, ես ընդունում եմ եկեղեցին եւ եթե թող վերանորոգեն, եթե կարիքը կա վերանորոգելու։ Իսկ հոգևոր իմաստով կառավարման տեսանկյունից հոգևորը ինքան սխալ բաներ արե մեր կաթողիկոսը, որ ինքը անհապաղ պիտի հեռանա, որովհետև այն, որ ինքն արե, օրինակ ես եկեղեցի չեմ գնում իրա պատճառով։ Չէ, ես ընդունում եմ եկեղեցին, բայց եկեղեցական եւ եկեղեցին դրանք տարբեր բաներ են։ Տանն եմ աղոթքս անում, մինչև իրա փոխվելը։ Դրանք եկեղեցի եւ եկեղեցական տարբեր են Դե դրանք։ հիմա ես հետ եմ ասում, շատերին գիտեմ, ասում եմ իրա պատճառով ոչ մի հատին չեմ գնում։ Ես այնքան եմ կարդացել իրա մասին, որ ամբողջ առաքելական բաները աշխարհի մասշտաբով որ կա, բռնացել են Աֆրիկայից էսկով, բոլորին ինքը տիրացել է ամեն ինչին։ Եվ ինքը այնքան սխալ բաներ արի։ Ես իմ ականջով եմ լսել մարտի բանի զատիկի օրը ինքը քաղաքականությունից ասում ու ասում է ընտրեք ես ինչին։ Դե իրավունք չունի ինքը քաղաքականությամբ զբաղվելու, բնականաբար չունի։ Բոլորի աչքից ընկել այլ չեմ ասում ալան թալանը։ Ինք իր աղբոր հետ պիտի հեռանա։ Մեդալը պիտի ստանա Հռոմի պապից, ոչ թե Պուտինից։ Դե երևի ըստ ձեզ ինչ բարենորոգման, հոգևոր արժեքների տեսանկյունից, թե կառավարման տեսանկյունից։ ավելի լավ է հոգևոր արժեքների տեսակետից։ Դուք եկեղեցի հաճախ եք այցելում։ Չէ, բայց աստծո հավատում եմ, բայց չեմ հաճախում։